Բարի երեկո, եթերում է ABC լուրերի ամփոփիչ թողարկումը, ես Գառնիկ Թաֆյանն եմ եւ հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից եւ աշխարհից։ Սյունիքում անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց, ինչ են ցույց տալիս ուսումնասիրությունները։ Վարձակալություն 1 դարով կամ կեսդարյա ժամկետով, ինչ է առաջարկում Փաշինյանը թրիփի համար։ Կեղծ դատավարության վերջին արարը, ՑՄՀ ազատազրկում են Բաքվում պահվող գերիներին, ինչ պետք է անել։ Բախումներով քննարկումներ հեծին լիցենզիայից զրկելու շուրջ, հեծի ազգայնացման սցենարները։ Վնասում են մրցակիցների պաստառները, Խոյ համայնքի ղեկավարն էլ արժեքավոր նվերներ է բաժանել, հայաքվեն վաղաշապատում քարոզարշավի մասին։ Հայաստան, Միացյալ Նահանգներ խոշոր նախագիծն արդեն ընթացք է ստացել եւ առաջին մեծ քայլը, որը ոչ շինարարությունն է, ոչ էլ որևէ տեսաների գործընթացը, այլ գրավոր բազա ստեղծելը, որն ըստ Փաշինյանի դառնում է նախագծի իրականացման գրավիչ մեկնարկը։ Հաջորդ փուլում ստեղծվելու է ԱՄՆ-Հայաստան համատեղ ընկերություն, որի տնօրենների խորհրդում Հայաստանը կունենա վճռական ձայն ռազմավարական հարցերում։ Սակայն ամենակարևոր եւ ամենաբովանդակային հատվածը վերաբերում է հողերի օգտագործմանը թրիփի համար։ Փաշինյանն ասում է այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարվա։ Այսինքն Հայաստանն իր տարածքի մի հատվածը պատրաստ է առանձնացնել նախագծի համար գրեթե 1 դարով կամ կեսդարյա ժամկետով։ Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այսինքն ինչ որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի, որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Հիմա երկու տարբերակ կա, կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով։ Հիմա հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է եւ հիմա քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետեւ ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Խաղաղության մասին խոսում է նաև Ադրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն։ Նրա խոսքով Արցախի հակամարտության իր բնորոշմամբ հաջող կարգավորումը նոր դարաշրջան է բացել ամբողջ տարածաշրջանի համար, հանգեցնելով խաղաղության, կայունության եւ տնտեսական առաջընթացի։ Նրա խոսքով տարածաշրջանային նոր վիճակը բարենպաստ պայման է ստեղծել տնտեսական գործակցության համապարփակ ընդլայնման համար, տարանցման, էներգետիկ անվտանգության, առևտրի, ներդրումների եւ մարդասիրական ոլորտներում ու տարածաշրջանում կայուն համերաշխության ամրապնդման համար։ Խանազի Միջանցք անվանումով ռազմավարական նախագիծն ավելի է ընդլայնում Իրանի վերջին 30 տարվա ընթացքում ստեղծած հնարավորությունները Նախիջևանն Ադրբեջանի մյուս շրջանների հետ կապելու համար։ Աղբենդ-Կարալա ճանապարհային կամուրջի շինարարությունը մոտենում է ավարտին եւ նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա վերջին։ Դրա շահագործման հանձնումը հիմք է հանդիսանում երկու երկրների միջև նոր սահմանային անցակետի ստեղծման համար, ինչը զգալիորեն կբարձրացնի տրանսպորտային եւ առևտրային գործընկերության ներուժը։
Սակայն խաղաղության խաչմերուկն ունի այլ երես, որտեղ Բաքվի դատարաններում մենակ ու առանց պաշտպանության մնացած մեր հայրենակիցներն են։ Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե ինչ ժամկետով է ուզում բանտարկել հայ գերիներին։ Ադրբեջանցի դատախազը Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի եւ Դավիթ Բաբայանի համար պահանջել է ցմահ ազատազրկում, իսկ մյուսների համար 16-ից 20 տարվա ժամկետներ։ Կեղծ դատավարության վերջին արարը Անիա Բաղյանն է ներկայացնում։ Ադրբեջանցի դատախազն Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի եւ Դավիթ Բաբայանի համար ցմահ ազատազրկում է պահանջել։ 20 տարվա ժամկետ է պահանջել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Մադաթ Բաբայանի համար։ Դավիթ Ալահվերդյանը պետք է դատապարտվի 18 տարվա, Լևոն Բալայանը 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 16 տարվա ազատազրկման։ Կեղծ դատավարության մի արարն է սա, որը կանխատեսելի էր։ Բոլորին տարբեր ժամկետներ են տրվել տպավորություն ստեղծելու համար, թե իբր անհատական քննություն է տարվել որոշումից առաջ։ Այս փաստի վրա է ուշադրություն հրավիրում Գեգամ Ստեփանյանը։ Սա հերթական մանիպուլյացիան եւ ֆարսն է եւ դրանով է պայմանավորված, որ տարբեր անձանց տարբեր պատժի չափ։ Եթե նայենք նախորդիվ, ապա կտեսնենք, որ ամեն խումբ անձանց նույն բանն է տրվել։ Օրինակ մի խմբին 6 տարի է տրվել, մի խմբին 15 տարի է տրվել։ Այս պարագայում տենց տարբեր պատժաչափեր են սահմանվել։ Բաքվում իրականացվողը դատավարություն չէ, որ այնտեղ կայացված որևէ վճիռ ընդունելի լինի կամ չլինի։ Հայաստանը պետք է բանակցի նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Վերջին ամիսներին մենք լսում ենք հետևյալ բացատրություն, որ խաղաղության պայմանագրի կամ գործընթացի համաձայնություն այս խնդիրները ինչ որ հանրություն կստանա։ Ըստ էության կարծես թե ակտիվ գործողություններ այլևս չեն ձեռնարկվում ցույց տալու, որ այս դատավարությունները շնչու են եւ այդ մեղադրանքները աղերս չունեն այդ անձանց գործունեության հետ։ Կեղծ վճիռները բողոքարկման ենթակա են միջազգային դատարաններում, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային ատյաններից միջպետական գանգատներն ու հայցերը հետ կանչելու պայմանավորվածություն կա։ Արդյոք այս փաստը չի խանգարի գործընթացին։ Գեգամ Ստեփանյանի խոսքով անհատական հայցեր կարող են ներկայացնել, որը եւս պատշաճ քննվում է, բայց չի ունենում նույն ազդեցությունը, ինչը կունենար պետության կողմից ներկայացված հայցը, գանգատը։ Պետական գանգատները ավելի մեծ կարևորության եւ ուշադրության են արժանանում, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ անհատական գանգատներն էլ իրենց տեղը ունեն։ Կոնկրետ այս պարագայում շատ ակնհայտ է, որ տեղի է ունենում մարդու ապօրինի ազատազրկում, տեղի է ունեցել կեղծ դատավարություն, 1000 անգամ դիմել ենք, մենք էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն էլ թույլտվություն խնդրելու, որպեսզի դիտարկում իրականացվի այդ process-ին, թափանցիկություն ապահովի եւ այլ, եւ ստացել են մերժում։ Նոյեմբերի 13-ին հայկական ու ադրբեջանական լրատվադաշտը գերիների ցմահ ազատազրկման մասին լուրերով էր ողողված։ Հայաստանում սոցիալական հարթակներում գրառումներից բացի ոչ մի ռեակցիա, ոչ մի ակցիա։ Ազգային ժողովի, կառավարության, ՄԱԿ-ի եւ պատասխանատու կառույցների դարպասների առաջ գեթ 1 պաստառ չի փակցվել։ Բաքվի կեղծ դատավարությունն ու դատախազի որոշումը Հայաստանի հասարակությանը հոգեբանորեն ճնշելու համար է նաև։ Հասարակությունը չպետք է տրվի այդ ճնշումներին, բայց այսքան անտարբեր չպետք է լինի, ընդգծում է Գեգամ Ստեփանյանը։ Հայ հանրությունը չափազանց անտարբեր է այդ հարցի վերաբերյալ։ Պահի տակ այդ հայտնվող ֆոտոների ազդեցության տակ ինչ որ մի ալիք է լինում, որ ապրումակցման կամ դատապարտման ինչ որ պահանջատիրության, հետո նորից մարում է եւ ըստ էության հարազատները մնում են իրենց ցավի հետ եւ որոշ իրավապաշտպաններ, որոնք փորձում են այս հարցը տարբեր հարթակներում բարձրացնել, չենք խոսում իշխանության մասին։ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձով հետաքրքրված չէ նաև Հայաստանի գործող իշխանությունը։ Ոչ մի արդյունավետ քայլ չի կատարվում, կարծում է իրավական փորձագետ Աննա Մելիքյանը։ Ավելի քան 2 տարի է նրանք գերության մեջ են։ Եթե հստակ, վճռորոշ քայլեր կատարեր Հայաստանը, արդյունքն այս ընթացքում շոշափելի կլիներ։ Այլ պետք է շարունակաբար պնդենք, որ այս անձինք անկախ պատժատեսակից եւ դատապարտված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ մնացած 7 հայազգի անձինք, ովքեր Բաքվում արդեն դատապարտված են եւ 20 թվականից նրանցից շատերը գտնվում են Ադրբեջանի իշխանությունների ներքո, 23-ը պետք է վերադարձվեն, հայրենադարձվեն ու դա տեղի ունենա միջազգային մարդասիրական
իրավունքի ու մարտիրոսների շրջանակներում, ոչ թե քրեական դատավարության գործիքակազմի կիրառմամբ։ Կեղծ դատավարության ընթացքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, մյուս գերիներին մեղադրում են ադրբեջանական քրեական օրենսգրքի ամենատարբեր հոդվածներով։ Գերիները զրկված են իրական պաշտպանությունից։ Զրուցակիցներս կարծում են, Ադրբեջանի դեմ իրական ճնշումներ պետք է լինեն Սփյուռքի, հասարակության եւ պետության միջոցով։ Այդ ընթացքը պետք է համակարգի պետությունը, որպեսզի արդյունավետ լինի։ Այս գործում կարևոր դեր ունեն նաեւ գերիների հարազատները։ Տառապելուց, սպասելուց զատ նրանք պետք է խոսեն։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Իսկ որն է պաշտոնական Երևանի պատասխանը Բաքվի դատարաններում տեղի ունեցողին։ Հայաստանի իշխանությունը խորապես մտահոգված է ընթացող գործընթացներով, ասել է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողական է գերիների վերադարձի հարցում եւ դա համարում է առաջնահերթություն։ Եվ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները եւ մթնոլորտ եւ միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Շնորհակալություն։ Իսկ ընդդիմությունը համոզված է, որ գերիների չվերադառնալու պատճառը գործող իշխանության հանցավոր անգործությունն է։ Պատգամավոր Լիլիթ Գարստյանի խոսքով Արցախի կորստից հետո հաջորդ ամենացավալի ապտակը, որի մեջ շարունակում են կապրել, Բաքվում ընթացող դատավարություններն են։ Արթուր Խաչատրյանն էլ ասել է, որ Բաքվում մեր գերիներին ցմահ են ազատազրկում, իսկ այստեղ Փաշինյանն ասում է, Արցախը ֆեյք է ու թոք։ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարակ հայտարարությունները Արցախի վերաբերյալ, որ Արցախը թոք էր, Արցախը ֆեյք էր, եւ հենց այդ նույն օրերին, նույն վարքյանին Ադրբեջանում դատախազը Արցախի ղեկավարության համար պահանջում է ցմահ, ընդհուպ մինչև ցմահ դատապարտում եւ մինչև 20 տարի դատապարտ, ուրեմն 20 տարվա ժամկետ եւ պատահական մարդկանց, որոնք հայտնվել էին այդ ծուղակում մինչև 16-17 տարի։ Նաեւ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը Արցախի վերածննդի հրապարակում հայտարարել էր, որ Հայաստանն է Արցախի հանրապետությունը ընտրությունների լեգիտիմության երաշխավորը։ Իսկն ինքը խղճի խայտ չի զգում, ինքը պատասխանատվություն չի զգում այդ ամեն ինչի հետ կապված։ Անդրադառնանք ներքաղաքական թեմաների։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայի զրկելու հարցը, հայտարարելով խախտումների մասին։ Բայց փաստաբանների հարցերին այդպես էլ կոնկրետ պատասխաններ չեն հնչում։ Սա արդյոք պաշտոնական գործընթաց է, թե պարզապես լիցենզիայի զրկելու դիվանագիտական թատրոն։ Դիտենք ռեպորտաժը։ Հայաստանի էլեկտրական ցանցերի լիցենզիայից զրկելու որոշումն արդեն երկրորդ օրն է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գումարած նիստի օրակարգում է, իսկ հանգուցալուծման հնարավոր սցենարները հանրային քննարկումների կենտրոնում։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը երկու սցենարներից մեկն է հավանական համարում։ Երևի կստեղծեն ինչ որ հարցական կամ ստեղծել ինչ որ ՍՊ իրենց անունով ու այդ ՍՊ-ին կտան դա ես հավանաբար այդ սցենարով։ Փաշինյանն էլ ասում է, որ գնից է կախված լիցենզիայից զրկելու դեպքում պետությունը կգնի հեծը, թե ոչ։ Եթե գինը շատ բարձր լինի, ըստ երկրորդ սցենարի, հեծի բաժնետոմսերի մեծ մասը կփոխանցվի էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի, ինչը Մանվելյանն իրատեսական չի համարում։ Իսկ հեծին լիցենզիայից զրկելու հարցով գումարված առաջին նիստը սկսվեց լարված նախաբանով։ Դուք խնդիր ունեք տապալու ես նիստը։ Ես հենց ՊԲ-ի ժամանակով կառավարիչ եմ, թույլ տվեք իմ տեղը զբաղեցնեք մնացածը նիստից հետո։ Ներողություն մի խոչընդոտեք։ Հնարավոր սցենարների քննարկմանը զուգահեռ Երևանից փակ դռների հետևում որոշվում է կառույցի ճակատագիրը։ Բայց ուրած էր բեջերը հարգել է դրան։ Իմ հատորից իմ բեջերը ցույց տվեք դուլերը գրող թե սադիշն է։ Բա պետք է բեջերը ցույց տվեք տեսեք ում է։ Ռեսպեկտ է։ Դուր տվեք նիստը սկսեն։ Դուր տվեք նիստը սկսեն։ Հարցեր տալու իրավունք ես քուլում դուք չունեք։
Դեռ բուն թեմային չանցած գրքերն ավելի բորբոքվեցին հեցի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանի հայտարարությունից հետո։ Ասաց հոկտեմբերին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ներկայացուցչական կազմ է մեկնել Թուրքիա։ Ղազինյանն այցի նպատակի մասին խոսեց հնարավոր սցենարների բացառման սկզբունքով։ Ոչ մի արտասահմանյան այսպիսի գումարներ ունեցող, ակցիաներ ունեցող չի վճարի այդքան խլված ապրանքի համար։ Խնդիրը սա է։ Իսկ հեցի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը սադրանք որակեց լրագրողների հարցերը, թե հնարավոր է մեզ համար կարևոր ռազմավարական օբյեկտը հանձնվի Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ավելին, շեշտեց, որ իր համար որևէ նշանակություն չունի, թե ով որ երկիր եւ ում հետ գնաց։ Չար նշանակում ՀՑԿ-հն թքացման եւ այլ ռազմավարական օբյեկտի հետագա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿ-ը ընդունած, որ այսօրվա կամ գուցե հետաձգված մինչև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից։ Միաժամանակ Տաշիր կապիտալի ներկայացուցչական խմբի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին, հիմնավորելով հանձնաժողովի նախագահի կապը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ 30 րոպե ընդմիջումից հետո հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեցին միջնորդությանը։ Արդյունքում Մեսրոպ Մեսրոպյանի կողմնակալ անձ լինելու վերաբերյալ վարույթը մերժվեց։ Սույն վարչական վարույթի հաղորդումը ուղղակիորեն հանդիսանում է քաղաքական գործընթացի հարցում եւ պարզել, որ այդ քաղաքական գործընթացը պետք է սկիզբաններ գործող իշխանության քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ քաղաքական կապեր ունեցող հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի կողմից։ Այնուհետև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական վարչության պետ Մերի Ղազարյանը ներկայացրեց հանձնաժողովի մշակած որոշման նախագիծը։ Լիցենզիայից զրկելու հիմնավորումները ըստ նրա բազմաթիվ են, թերգրանցումներից եւ հավելագրումներից մինչեւ շուկայական կանոնների խախտում։ Չի ապահովել վերին միացված շուրջ 700,000 սպառողների սպառման տվյալների ամբողջական գրանցումը եւ պահպանումը։ Ավելին, վարույթի շրջանակում բացվել է, որ վերին փաստացի հասանելիություն ունեցած շուրջ 40 օգտատեր չեն ունեցել սահմանված կարգով տրամադրված համակարգին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ թույլտվություն։ Նիստը շարունակվում է նաև այսօր։ Քննարկումները ծավալ ունեն, իսկ ընդունվելիք որոշումը վճռորոշ ոչ միայն հեցի, այլև ոլորտի կառավարման ամբողջ համակարգի համար։ Իդեպ հեցի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է նրա պաշտպանների բողոքը։ Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը մոտ 5 ամիս է ապօրինի կալանավորված է մայրաթոռը պաշտպանող խոսքի համար։ Ձերբակալությունների հերթական շղթան է սկսվել 3-9 նիմի հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին կալանավորել են 2 ամսով։ Որոշումը կայացրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը։ Սամսոնյանին եւ Սաղաթելյանին վերագրվում է նույն մեղադրանքը, որով նրանք արդեն մի անգամ ամբողջությամբ արդարացվել են։ Ձերբակալել էին նաև անտիֆեյքի լրագրող Իշխան Խոսրովյանին, որին ազատ են արձակել 6 ժամ պահելուց հետո։ Նրան ժամը 8:30-ին տան բակից ձերբակալել էին արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու տարօրինակ կասկածով, ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Կրթական թեմաների մասին Սյունիքում նախատեսվում է օպտիմալացնել 47 դպրոց։ Ըստ Սյունիքի խոշորացված համայնքների Կապանում 12, Սիսիանում 19, Տաթևում 2, Գորիսում 3, Տեղում 3, Քաջարանում 4, Մեղրիում 5, գրում է Սյունյաց երկիր թերթը։ Կարճևանի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, նախատեսվում է միավորել նոր կառուցվող Ագարակի միջնակարգ դպրոցի հետ։ Դպրոցը վթարային վիճակում է 5 տարի է, պարապմունքներն անում են գյուղի բուժկեթում։ Օպտիմալացման ծրագրում ընդգրկված է նաև Ալվանքի միջնակարգ դպրոցը, որն այժմ ունի 39 աշակերտ։ Ծնողները տարակուսած են, թե այդքան աշակերտ ունեցող դպրոցը ինչու պետք է միավորել մի այլ կրթօջախի, տվյալ դեպքում Շվանի ձորի դպրոցի հետ, եւ դիմում են տարբեր ատյաններ այդ կործանարար քայլը կանխելու համար։
Տեղափոխվենք վաղաշաբաթ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է վաղաշաբաթում նախընտրական քարոզչությունն ավարտվում է այսօր կեսգիշերին։ Նոյեմբերի 15-ին եւ 16-ին մինչեւ ժամը երեկոյան 8-ը ցանկացած քարոզչություն արգելվում է, ներառյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակումը։ Քարոզչական պաստառները կարող են մնալ, բայց նորերի տեղադրումը խախտում է օրենքը։ Իսկ նախքան լռության օրը քարոզարշավի ընթացքում էլ դիտորդական առաքելություն իրականացնողներն արձանագրել են խախտումների մի ամբողջ շարք։ Վնասում են մրցակիցների պաստառները, խոհի համայնքի ղեկավարն էլ արժեքավոր նվերներ է բաժանել։ Հայաքվեն ամփոփել է քարոզարշավը եւ խոսել խախտումների մասին։ Ամենատարածված խախտումները առանձնացնեմ հիմնականում պաստառներն են, որոնք թե Էջմիածին քաղաքում, թե հարակից գյուղական համայնքներում գրեթե համատարած բնույթ են կրում, մասնարապես ուրեմն այնպիսի արգելված վայրերում են փակցվում, որոնք ակնհայտ է, որ չպետք է փակցվեր։ Գնալու ենք ընտրական, քրեական, վարչական օրենսգրքով սահմանված բոլոր դրույթներով միջև վերջ ցանկացած խախտման ընտրակերտի կետևից գնալու ենք, ինչպես միշտ մեր խոսքի տեն ենք լինելու ենք ցանկացած վաղաշաբաթ կողքին։ Հայաքվեի որևէ անդամ այս ընտրություններին չի մասնակցում որպես տեխնաց։ Որևէ անդամ, ոչ մի ցուցակիչ չի մասնակցում։ Եթե ուզենայինք կմասնակցենք իդեպ եւ առաջարկներ եղել է, բայց մենք գիտակցաբար որոշել ենք որևէ տեխնացուի կամ որևէ ուժի չաջակցել։ Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը քաղաքական ուժերի միջև ամիսներ տևած վեճերից հետո համաձայնեցրել է զինվորական ծառայության նոր ծրագիր, զորքերի թվաքանակը մեծացնելու համար։ Նոր պլանը պարտավորեցնում է 18 տարեկան բոլոր տղամարդկանց լրացնել հարցաթերթիկ զինվորական ծառայությանն իրենց համապատասխանության վերաբերյալ, իսկ 2027 թվականից անցնել բժշկական զննում։ Սպասվում է, որ օրենսդիրները նախագծի վերաբերյալ քվեարկությունը կկատարեն մինչև 2025 թվականի վերջ։ Այս տարվա սկզբին Գերմանիայի պաշտպանության նախարարը զգուշացրել էր, որ 4 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի Ռուսաստանի հնարավոր հարձակման։ Եվ վերջում նացիստների լեգենդար ոսկե գնացքի որոնումներով զբաղվող Լ հետազոտողների խումբը հայտարարել է, որ նոր տվյալներ է ստացել, որոնք կարող են հաստատել Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի գնացքի գոյությունը։ Նախագծի մասնակիցների խոսքով Ստորին Սիլեզիայում իրենց կանցկացրած գեոռադարային հետազոտությունը բացահայտել է ստորգետնյա անոմալիա։ Խումբն այժմ մտադիր է թույլտվություն խնդրել անտառային տարածքում հետագա որոնողական գործողություններ իրականացնելու համար, հայտնաբերված կառույցի բնույթը պարզելու համար։ Ոսկե գնացքը զենք, սարքավորումներ եւ արժեքավոր իրեր տեղափոխող գնացքի պայմանական անվանումն է, որը ենթադրաբար գերմանացիները թաքցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին ներկայիս Լեհաստանի տարածքում, թունելում։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Գառնի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, կհանդիպենք, բարի գիշեր։